Մարտի 8-ին Երևանում տեղի ունեցավ Սարո Թովմասյանի մեծ մենահամերգը։ Երգիչը հանդես եկավ ծավալուն ծրագրով, որի ընթացքում հնչեցին թե նոր ստեղծագործություններ, թե տարիների փորձություն անցած հիթեր։ Մենահամերգը լի էր հուզիչ պահերով եւ անակնկալներով։ Երեկոյի ամենաառանձնահատուկ պահերից մեկն այն էր, որ Սարոն առաջին անգամ բեմում ելույթ ունեցավ իր դստեր հետ։ Սակայն երեկոյի ամենագեղեցիկ եւ հուզիչ հատվածը կյանք ու կռիվ երգի կատարումն էր, որն արդեն իսկ դարձել է հայ ժողովրդի ամենասիրելի եւ խորհրդանշական երգերից մեկը։ Ելույթի ընթացքում արտիստը տրվելով երգի խորհրդին մի պահ դադարեցրել է երգեցողությունը, չկարողանալով զսպել ապրումները։ Հենց այդ պահին նրան միացել է ամբողջ դահլիճը, միասնաբար շարունակելով երգի բառերը։ Առաջարկում ենք դիտել մենահամերգից բացառիկ կադրերն առանց մեկնաբանության։ Սիրված երգիչ Սարո Թովմասյանն իր հարցազրույցներում մշտապես նշում է, որ երաժշտությունը եղել է իր կյանքի անբաժան մասնիկը։ Նա պատմում է, որ դեռ մանկուց սիրահարված է եղել արվեստին, մասնավորապես հարվածային գործիքներին։ Երգիչն ընդգծում է, ոչ ոք իրեն չի ուղղորդել կամ խորհուրդ տվել ընտրել այս ուղին։ Երգիչ դառնալը եղել է իմ բացարձակ ցանկությունն ու որոշումը։ Սարոն իր երախտագիտությունն է հայտնում մաեստրո Արթուր Գրիգորյանին, նշելով, որ իր կրթությունն ու մասնագիտական առաջին գայլերը
գործերը կապված են եղել հենց Երգի պետական թատրոնի հետ։ Անդրադառնալով այն տեսակետին, թե արդյոք իր գործերը երաժշտական մեծ արժեք ունեն, թե պարզապես որակյալ շոու բիզնեսի արտադրանք են, արտիստը նշում է. երաժշտական արժեքը ոչ ես եմ որոշում, ոչ դու, դա ժողովուրդն է որոշում։ Դա դարերով եկած երևույթ է։ Իսկ ինչ վերաբերվում է արժեքավոր երաժշտությանը, դա մարդու սուբյեկտիվ կարծիքն է։ Ես չեմ կարող իմ աշխատանքի մասին այդպես խոսել, բայց կարծում եմ շատ արժեքավոր գործեր եմ արել ու այդ մասին հպարտությամբ եմ խոսում։ Շատերի համար Սարոյի այս հաջողությունները կարող են թվալ հանկարծակի, սակայն երգիչը նշում է, որ սա 15-20 տարվա տևական աշխատանքի արդյունք է։ Նա հիշեցնում է իր առաջին քայլերը Երգի պետական թատրոնում եւ առաջին ձայնագրությունը Հոգիս երգը, որը թողարկվել է դեռևս 2001 թվականին։ Խոսելով իր ամենամեծ հիթերից մեկի Սրտիս համար մեկ երգի մասին, Սարոն խոստովանել է, որ այս նման հաջողությունները կարող են նաև վտանգավոր լինել։ Մեկ հիթից հետո հաջորդ քայլերը պետք է լինեն ավելի հիմնավոր, իսկ արտիստը պետք է ունենա ամուր երաժշտական բազա, որպեսզի չմնա միայն մեկ հայտնի երգի շրջանակներում։ Այսօրվա շոու բիզնեսի մասին խոսելիս Սարոն նկատում է, որ թեև ժամանակն ու տեխնիկան փոխվել են եւ շատ արտիստներ նմանվում են իրար, սակայն յուրաքանչյուրն ունի իր ձևն ու տեսակը։ Նա նաև կարևորում է մրցակցության դերը, որը ստիպում է արտիստներին մշտապես զարգանալ եւ առաջ շարժվել։ Իսկ մենք առաջարկում ենք դիտել երգչի սոցցանցերում հրապարակված լուսանկարներից մի քանիսը։